Ողջույն, սիրով մասնակցում եմ Միշելի աղջիկների նախագծին և իրենց համար և մնացած բոլորի, ովքեր սիրում են Նարեկացի, ընթերցում եմ Մատյան ողբերգությունից շատ փոքրիկ հատված, իմ սիրելի հատվածներից մեկը։ Մեղա ես մեծիդ բարերարությանը, անարգս մեղա, մեղա ծագումիդ ճարակայքների, հավարս մեղա, մեղա շնորհիդ երախտիկներին, արդարև մեղա, մեղա երկնային կթարատուսիդ, արարածս մեղա։ Սայատնովա, աշխարհումս աղ չիմ քաշի, աշխարհումս աղ չիմ քաշի, քանի որ ջանիս ինձամա, անմահական ջրով լիքն ոսկե փնջանիս ինձամա, նստիմ վրես շվականիս, զարբապ վրանիս ինձամա, սուչս իմանցի են սպանե, սութանու խանիս ինձամա, մեջքդ սալբու չինարի պես, ռանգդ պրանգի ատլաս է, լիզուտ շաքար, պրոշըտ ғանդ, ակրեքդ մարգրիտ ալմաս է, ոսկու մեջն մինը արած, աչքիրդ ակնակապ թաս է, պատվական անգին ջավահիր, լալ բադեշխան իս ինձամա, իս ես դարդին ոնց դիմանա, մակամ սիրտս ունիմ քարած, արտասուքս արուն շինեցիր, խիլքն գլխես ունիմ տարած, նուր բաղիս, նուր բաղչի մեջն, բոլորքդ վարդով չապարած, վրետ շուրգամ բլբուլի պես, սիրով սեյրանիս ինձամա, քու էշխն ինձի մաս տարավ, իս զարդ ունիմ սիրտս է գնաց, աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտս քիզնից սով մնաց, յար, քիզ ինչով բարի բանիմ, աշխարհումս բան չմնաց, կրակ է, ծովեմ են, դուրս եկած, ռաշ ու ջեյրանիս ինձամա, ինչու կուլի, մեկ իդս խոսիս, թե որ Սայատնով ու յարիս, շուխկդ աշխարհս բռնիլ է, արեգակի դեմն հարիս, հուտով հիլ, միխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսամբարիս, կարմրագուն, դաշտի ծաղիկ, հողտած, շուշակ ինձամա։ Ես ընկեր Արմին եմ, այսօր կընթերցեմ Հովհաննես Թումանյանի «Մերուխտը» բանաստեղծությունը։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով, մրիկներով պատածան հույս, սև խավարով ու թամբով։ Մենք անցել ենք արյան ծովեր, սուր ենք տեսել ու կրակ, մեր ճակատը դեմ ենք արել մրիկներին հակառակ, ու թեպետև պատառ մեր դրոշը սրբազան, ու մենք չունենք տեղ ու դադար, երկրից երկիր ցիրուցան, բայց գնում ենք մենք անվեհեր, զարկերի տակ չար բախտի, մեր աչքերը միշտ դեպի վեր, դեպի լույսը մեր ուխտի։ Ես Աննան եմ և այսօր կկարդամ Սիլվա Կապուտիկյան որոնում։ Ուզում էի դուրս չգալ այս իրիկուն, մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ, բայց ինքս ինձ նորից գտա փողոցում, նորից դրսում, նորից սիրող, նորից խենթ, քեզ եմ փնտրում, թեև չկաս դու, չկաս, բայց դու ես այս փողոցներով ինձ տանում, քեզնով էլի սիրտս, շուրջս ու ճամփաս, քեզնով էլի ամեն հայացքուս անում, մայթին ընկած սլացիկ շուքը ծառի, կիսալույսում ինձ քո ստվերն է թվում, բարձրահասակ մեկը գալիս է հեռվից, ինձ թվում է, թե այդ դու ես երևում, իմ ետևից քո ոտնաձայնն է ասես, ետ եմ դառնում, օտար դեմք է նայում ինձ, մեկը խոսեց, թվալ քո ձայնն է ընտես, թված դու ես ելնում դեմի անկյունից, ու փնտրում եմ, փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած, ես խենթորեն խմբերին եմ խառնվում, ես կարոտից խեղդվում եմ խենթացած, ուր էլ լինես, ինչքան լինես դու հեռվում, հիմա իմ դեմ կհայտնվես դու սակայն, ում որ այսպես որոնում են աշխարհով, նա պիտի գա անպայման։ Ես Ուսմեն եմ և ես կարդամ Վահան Տերյան երկու ուրվական։ Ես եմ, դու ես, ես ու դու, գիշերում այս թութական, մենք մենակ ենք ես ու դու, ես եմ, դու եմ, ես չկամ, չկա նորեր նահարկում, չկա ժամ ու ժամանակ, ուրվական ենք մենք երկու, միշտ իրար հետ, միշտ մենակ, մոռացել ենք անցյալում, տրտուշ թախիցի համար, մի ուրիշ լույս է ցոլում, մեղ ու անուշ մեզ համար, ես եմ, դու ես ու դու, գիշերում այս թութական,
Մենք մենակ ենք ես ու դու, ես էլ դու եմ, ես չկամ։ Ես Էլիզա Բաղդասյանն եմ եւ այսօր կկարդամ Ղազար Սաղարյանի բանաստեղծությունը, որը կոչվում է հիշողություն։ Ծիծեռնակը բույն էր շինում եւ շինում էր եւ երգում, ամեն մի շուտ կպսում նորից։ Ողջույն, ես Եվան եմ եւ այսօր ես կընթերցեմ Ավետիք Իսահակյանի «Շատ մի տխրիր, շատ մի խնդար սիրելիս» բանաստեղծությունը։ Շատ մի տխրիր, շատ մի խնդար սիրելիս, այս աշխարհում եւ ոչ մի բան հիմք չունի։ Վաղանցուկ են, կան ու չկան սիրելիս, բոլոր իրներն ու աստղերը անում։ Լայն սիրտ է, ողջի երազ համար է, այս աշխարհում եւ ոչ մի բան միտք չունի։ Լացը, ժպիտն ու սերը ցավ համար է, թե որ ապրես, կյանքը ինչու համար է։ Ահ, մի տխրիր, միշտ կանցնի, այդ ոչ այս աշխարհում եւ ոչ մի բան չունի։ Շատ մի հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ, կյանքն էլ կանցնի, այդ որ ոչինչ ու ոչինչ, այսքանը ստեսյուն։ Ես Մայր եմ եւ այսօր ձեր համար կկարդամ Համոս Սահյան «Նեղվում եմ», խփում են կրծքից, ես գոհ եմ, իրենք են դժգոհ, ներում եմ, նստում եմ են գլխիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ, առնում եմ ու ետ չեմ տալիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ, մեռնում եմ երբ ուշ են գալիս, ես զոհ եմ, իրենք են դժգոհ։ Բարև ձեզ, ես Էվելինա Թորոսյանն եմ եւ այսօր կներկայացնեմ Եղիշե Չայցի «Դու իմ գարնան առավոտ» ստեղծագործությունը։ Դու իմ գարնան առավոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Դու հարազատ սրտիս մոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Եվ դու ոսկի իմ համար հրանման հրավար, ամռան կեսօր դու իմ տոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Եվ դու ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես ասած, անուշացած մրգի հոտ, ինչպես կանչեմ քեզ հիմա։ Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ձեր, եւ իմ սրտով արյունով, ինչպես կանչեմ ձեզ հիմա։ Ահա սիրտն իմ արդեն մոտեցել է մի պարավ, ու բերել է մահմադ, ինչպես կանչեմ ձեզ հիմա։ Ես Նատալին եմ եւ հիմա ես կարդամ Աչերը տեծովել առած Նահապետ Քուչյանի։ Աչերը տեծովել առած եւ ուները տեի թու խամբեն, այդ քո պատկերդ եւ սուրաթս ի վարդին կարմիր տերևեն, ուր որ դու կանիքնած լինիս, չէ պատեղ վարեն մոմեղեն։ Ծոցոտ լույս եմ դուրս ծագել, գեմերն է մերեն ի հողեն։ Ես Արամն եմ, այսօր ես կարդալ եմ Հովհաննես Շիրազ աստղերի մի օր լուսնյակի ասին։ Աստղերը մի օր լուսնյակի ասին, ինչու ես անվերջ խոսում քո մասին, բանաստեղծները լուստոնի նման։ Մեզ էլ են գովում, բայց քեզ անհասարման։ Մինչդեռ մի հատ, ես մենք հազար մի հատ եւ լուսնի ասած։ Մրջունն էլ է շատ, այնինչ ազյուց մի ձախ է դնում, միջանկն հազար է հանճարը մի հատ, աշխարհում լավը միշտ քիչ է լինում, ծաղկունքը քիչ են, խոտերն անհամար։ Վարդը մի օր է տերևի հազար, վար նայեք դուք ձեր գորոզ բարձունքից, տեսեք աղբյուրն էլ աղի ծովի հետ, տեսեք աղբյուրն աղի ծովի հետ, ծնվում է մի օր անհման ակունքից, բայց նա է թրում ծարավները հավետ, ոսկին է փոքր է արևն էլ մի հատ, բայց նա է թրում խավարան անհատ։ Այն է, որ աստղերը թրել չեք կարող, անթիվ աստղերը այն էլ դարերով, ինչ էր, որ մի հատ հատիկ արևը կանի, չեն կարող անել աստղերի անունը։ Ձեզ ես Արին եմ եւ այսօր ես կարդամ Պարուհի Սևակ միանգամից։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում, միանգամից ոչ մի կարպետ եւ ոչ մի գորգ չի պատրվում, միանգամից բեր չի շինվում ու չի քանդվում միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին, միրգ չի հասնում միանգամից, ուր մնաց թե խելոքանան, զույգ չեն կազմում միանգամից, ուր մնաց թե երեքանան, միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք, ոչ այսօրն է անցյալ դառնում, ոչ էլ վաղն է դառնում գալիք։ Այս ամենը ճիշտ է, հարկավ, հենց այսպես է, ինչպես որ կա, սակայն եթե իմ կյանքի մեջ գեզ հասնեին միանգամին, թե ես ինչ եմ գերադասում, ինչ եմ ուզում ու երազում, ու ես կասեի, ինչ լինում է թող որ լինի միանգամից։